Մի քանի օր առաջ իմ տեսանյութներիցս մեկում մեկնաբանության բաժնում մի մարդ հայհոյեց Աստծուն։ Աստվածաշնչից մի հատված եմ ուզում ընթերցել ձեզ համար, որից հետո բացատրությունը տամ այդ խոսքերի։ Կարդում ենք Մատթեոսի ավետարանից 12-րդ գլուխ 31-ից 32-րդ խոսքերը։ Դրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։ Ով մարդու որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի, ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում։ Իսկ հիմա այս խոսքերի մեկնությունը բացատրեմ։ Սուրբ գրքի համաձայն Սուրբ Հոգուն հայհոյելը նշանակում է հաստատուն եւ գիտակցաբար մերժում Սուրբ Հոգու գործի այն է, մերժել նրա վկայությունը Քրիստոսի մասին եւ երբեք չընդունել փրկչին։ Հիսուսի ժամանակներում փարիսեցիները տեսան հրաշքները, բայց այն, ինչը կատարվում էր Սուրբ Հոգու զորությամբ, փարիսեցիները համարեցին սատանայական ուժի արդյունք։ Նրանք չար մտադրությամբ Աստծո գործերը համարեցին սատանայական։ Այ դա է Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը։ Իսկ ինչու չի ներվում Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը։ Քանի որ մարդու փրկությունը կատարվում է Սուրբ Հոգու գործով, եւ եթե մարդ մերժում է նրան, ապա նա մերժում է փրկության միակ աղբյուրը։ Այդ մարդիկ փակել են դուռը եւ մերժել են փրկության հնարավորությունը։ Եթե մարդ դեռ զղջում է, մեղավոր է իրեն համարում եւ մտահոգ է, գուցե այդ մեղքը ես գործել եմ, դա ապացույց է, որ նա դեռ չի արել այդ մեղքը, որովհետեւ Սուրբ Հոգին է առաջացնում սրտի այդ զգայունությունը։ Հովհաննես առաջի գլուխ 12-րդ խոսքը ասում է հետեւյալը. Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Իսկ նույն գրքի 14-րդ գլուխ 6-րդ խոսքը ասում է. Հիսուսը նրան ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Գուցե այս խոսքերը շատերի համար սովորական թվա, բայց այս խոսքերի մեջ շատ մեծ զորություն կա։ Ապաշխարեք, դարձի եկեք, որովհետև ժամանակը մոտ է։